Եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը։ Արդյոք ինքն է այն մարդը, որը դրանով զբաղվելու իրավունք ունի, էլ չեմ ասում կաթողիկոս հանելու եւ նորին նշանակելու։ Չէ, իրավունք չունի։ Ոչ մի բան իրավունք չունի, ինքը իրավունք ունի մենակ երկրին նայելու, երկիրն չի նայում։ Չէ, դե եկեղեցին մերն է, ծեր չտար։ Կաթողիկոսին եկեղեցիականն են դրան։ Ամբողջ եկեղեցին վարդապետները, եպիսկոպոսները, նրանք են դրան։ Նիկոլնով է, կաթողիկոս ասուծառան է, պետությունից անկախ է, եթե եկեղեցին չներ, հայ ազգ այսօր գործուն չեն ունենա։ Նիկոլը ով կաթողիկոս փոխ է, ով է Նիկոլը, չի կարող, ինքը իրավունք չուներ, նույնիսկ մտներ եկեղեցի, մեր ժողովուրդը մենք պետք է թույլ չտայինք, որ ոտքը տներ եկեղեցի։ Եկեղեցու փոխումներին շատ բացասական են վերաբերվում, որովհետև այստեղ ոչ կաթողիկոսն է հարցը, ոչ եկեղեցին է հարցը։ Դա մեր ինքնությունն է հարցը, ու մենք բոլորս է հասկանում ենք։ Ես սովորական հասարակ շատ ուժեղ գիտելիքների տեր մարդ չեմ, բայց շատ լավ հասկանում եմ, որ դա մեր ինքնությանն է կրնում։ Դա կաթողիկոսի հետ կապ չունի։ Ոչ, ղեկավարը ունի իր ղեկավարությունը, եկեղեցին ունի իր եկեղեցական գործերը, որտեղ ինքը թուրքերի հետ ախբերություն է, ինքը փոխվել է, մուսուլման է, մենք քրիստիան։ Ինքը ուզում է որ մեր հայերը դառնան մուսուլման, բայց մենք մուսուլման չենք դառնա։ Այն հին դարերից մենք քրիստիան ենք, դառնանք քրիստիան։ Ախրիկ շատ ինձ հիմա շատ ծանր թեմա է։ Ես իրոք եկեղեցու իմ եկեղեցին է։ Ինքը ոչ թե գուզոր կաթողիկոս փոխի, ինքը տեսի հրամաններն է կատարում, ինչ կաթողիկոս, ինչ բան, ամեն մարդ թող իր ընտանիքը մի հատ տեսնի, թե իր ընտանիքը ոնց է, ինքը ոնց է կազմակերպում իր ընտանեկան բոլոր հարցերը, ինչ հարց ուզում է լինի, էլի, դու կաթողիկոսի հետ ինչ գործում ես, ինքը իր համար առանձին կառույց է, եթե ես բառը ճիշտ կսեմ, ինքը ժողովրդի համար է, հազարավոր 1700-1800 տարի այդ եկեղեցին եկել է, մենք էլ այդ եկեղեցով ապրել ենք, ու այդ եկեղեցով էլ կապրենք, մեր եկեղեցին կանգուն է, ոչ ոք իրավունք չունի, պետք է կան ուղղակի եկեղեցու պատերը, քարերը, պետք է համբուրեն ու երթան, այդպես պետք է։ Թե իրան հրաման է եկել, որ քանդեն խառնեն եկեղեցին։ Մեր սրբազանը ինքը շատ տաղանդավոր մարդ է։ Ինքը բանից Կիլիկիայից Ետում թագավոր լսել եք։ Այդ թագավորի բանի այդ տոհմից է ինքը։ Ինքը շատ խելացի հզոր մարդ է։ Շատ իրանք ուղղակի երազեն ու իրանց մեջ այդ մեր սրբազանի կեսի չափ մարդ են։ Ուղղակի հրաման է կատարում են էլ իրան, բայց մենք դիմացող ազգ ենք, մենք կդիմանանք, եթե կարող ես լավ բան անել, լավ բան աղա էլի, վադն չի կենես, ես կյանքը անցողիկ է, այսօր մենք կանք, եկուս չկանք, ինչի մեդեից վատ բաներ խոսան, կամ ինչի իր հետևից խոսան, պես կարելի է։ Դե իրավունք չունի, բայց թելադրանքներով երևի ունի, այդ էլ արդեն մենք չիտենք, չէ, քաղաքականությունը գործ ունի եկեղեցու հետ, եկեղեցին անջատ կառույց է։ Շատ վատ եմ նայում, իրավունք չունեն, ժողովուրդը պետք է անի, եթե որևէ բան անելու լինի, ժողովուրդն է անելու, ոչ թե ինչ-որ կառավարություն։ Ինչու իրավունք չունի։ Որովհետև եկեղեցին անկախ է պետությունից։ Եկեղեցիականները եթե չեն ընձեռնում այդ բանը պարտավորությունը, ինքը իրավունք չունի։ Պետական հարցերով թող զբաղվի։